Մեծ մորս աչքերի լռությունը նախագիծը շուրջ 50 տարվա լուրջ մենախոսություն է։ Առաջին մարդը, ում միջոցով ես կապվել եմ շրջապատի ու աշխարհի հետ, հորս մայրն էր։ Իմ հիշողության մեջ մեղված մնում է մանկության այն հոտը, որը ես զգում էի քնելով մեծ մորս գրքում։ Դա մշուշված գույներով մի պատմություն էր, որ ես անընդհատ ուզում էի պատկերել։ Ու այժմ ներկայացնելով այն հիշողությանս մեջ վերականգնում է նրա կապույտ աչքերի լուր տխրությունը, որն աղաղակում էր եղեռնի անցած ամբողջ դժոխքի ճանապարհը, որպես իրական դժոխք անցած նա երբեք չպատմեց դրա մասին, չպատմեց, բայց վերապրողի իրավունքով այն փոխացրեց ապրողներին, որպես հիշատակ, կորցրած հայրենիքի կապույտ երկնքի մի ծովեն, որ կրում էր իր աչքերի մեջ։ Կուզենայի ասել, որ ամբողջ նախագծի մեջ ակցենտավորված 3 կետ ունեմ, որը վերացական նախագծին, այսպես ասած վերացական պատկերներին տալիս է շատ կոնկրետ ֆիգուրատիվ մարդկային բնույթ, ուրեմն մեկը լուսանկարն է, մյուսը ականջուղերը եւ կա վերմակներից մեկի վրա գրված տառը, որը միակ իմ վերաբերմունքն է վերմակներին։ Ուրեմն լուսանկարի պատմությունը այսպեսին է։ Լուսանկարում իրականում պատկերված է քույր եւ եղբայր, ոչ թե մայր եւ զավակ, այլ քույր եւ եղբայր։ Մեր ընտանիքում պահպանված արխիվային եզակի լուսանկարներից է, որտեղ իմ մեծ հորաքույրը եւ իմ հայրն են։ Ու ցեղասպանության իմ ընկալման ամենաողբերգական հատվածներից մեկը դա էր, երբ որ ես անընդհատ նայում եւ փորձում էի պարզել, թե ընդհանրապես ինչ բան է, ինչ արհավիրք է տեղի ունեցել եւ մի օր ընկալեցի, որ քույրը եւ եղբայրը որքան տարիքային տարբերություն ունեն, այսինքն նրանց մեջ մոտավորապես 20 տարվա տարբերություն կա եւ դա անմիջական գենոցիդի ցեղասպանության ամենադաժան դեմքերից մեկն էր, երբ որ պատկերացնում եք ընտանիքում կարող է 20 տարվա տարբերությամբ երեխաներ ծնվել, ուրեմն ցեղասպանության ժամանակ պապս կորցնելով իր զավակներին, դերձորի եւ այդ աքսորի ճանապարհները անցնելուց հետո վերջիվերջո հայտնվելով Լիբանանում փորձում են նորից նոր ընտանիք, նոր երեխա,
այսինքն նոր շարունակություն ունենալ ու երկու աղջիկներից հետո վերջապես ծնվում է Արուզավակ, որը իմ հայրն էր։ Նկարում պատկերված կնոջը, հորաքրոջս ես ընդամենը մի անգամ եմ տեսել կյանքիս ընթացքում, որովհետև նա Հայաստան չեկավ, չտեղափոխվեց, այլ ասենք երբ որ պապս իր ընտանիքը բերեց Հայաստան 47 թվին, աղջիկը արդեն իր սեփական ընտանիք ուներ եւ նրանք տեղափոխվել էին Արգենտինա, այդ ժամանակ մեծամասնությունը գնում են Արգենտինա եւ Ուրուգվայ։ Ուրեմն նկարի պատմությունը իրականում սա էր, որը ինձ պատմեց կարծես, պատմեց այդ մեծ ցանկության վերապրելու, կյանքը նորից շարունակելու, նույն ընտանիքներ, նոր ընտանիքներ ունենալու այս պատմությունը եւ հիմնականում նաեւ այդ ցավը, որ ես տեսնում էի իմ մեծ մոր, տատուս լռության մեջ, որովհետեւ ինքը անընդհատ համարյա ոչինչ չէր պատմում եւ ես գիտեմ, որ այդ դժան անցյալը որքան դաժան է եղել, այդքան մարդիկ լռում էին, հա, այդքան չէին աֆիշացնում իրենց ցավը եւ կարծես թե լռությամբ ապրող ցավը ավելի շատ հիշելու եւ վերապրելու ուժ է տալի, քան թե աղաղակող աղմուկը, հա։ Երբ որ ես փոքր էի, տատս ուներ սնդուկ, որը բերել էին երկրից ու իմ ու եղբորս ամենահետաքրքիր այդպես պատմությունների տարածքը այդ սնդուկն էր։ Մենք անընդհատ փորձում էինք այդ սնդուկում ինչ որ բաներ գտնել, պատմություններ գտնել, որտեղ այնտեղ կային գրքեր, այնտեղ կային տատուս պահած ինչ-որ առարկաներ, անձնական, և ես այդտեղ գտնում էի գտա երկու տարօրինակ այդպես առարկա, մեկը պապիկիս կրակվառիչն էր, մյուսը փոքր թաշկինակի մեջ փաթաթված մի քար, որը վախի քարն էր, որ տատս բոլոր վախեցած երեխաներին, վախեցած մարդկանց այդ քարով քարը դնում էր ջրի մեջ, ջուր էր խմացնում եւ վախը բռնում էր։ Իսկ երրորդ առարկանում ականջողերը ինքը թաշկինակի մեջ պահում էր իր ծոցում ու երբեք չէր կրում։ Ես իրեն կրելով չեմ տեսել այդ ականջողերը ու հետագայում հասկացա, որ
երբ որ հարցնում ենք չէր պատասխանում, բայց այդպես կծկտուր ասում էր, որ դա իր առաջի եւ միակ նվերն է եւ հիշողությունը, բնականաբար ասենք երիտասարդ կնոջ համար որքան թանկ կլինի ամուսնու նվերը եւ այլ այդ պատմությունները եւ ինքը դա չի կրել արդեն իր ընտանիքը կորցնելուց ամբողջ հետո, այսինքն կարծես թե ամոթ կամ տաբու է եղել որևիցե զարդարան կրել իրենց վրա եւ ես գիտեմ որ ոչ միայն տատս էր, այլ շատ այդ ճանապարհը անցած շատ կանայք այդպես էին, իրենք իրենց մարմնի վրա էին պահում իրենց ամենաթանկ գանձերը ու ականջողերը մնաց հիշողությանս մեջ որպես լուր լռություն այդ չպատմած պատմությունների ու միանշանակ երբ որ նախագիծը պատրաստում էր երբ որ ես անընդհատ փորձում էի ինչ-որ ձև բան անել տալ այդ իմ զգացմունքներին միանշանակ ականջողերի առաջի փաստներ, որ իրենք պիտի լինեն, այսինքն իրենք պիտի լինեին, որտեղ դրանք անմիջական տատուս աչքերն էին, որոնք հիմա ներկայություն ունեն իմ կյանքում կամ մեր ամբողջ իրականության մեջ։ Ինքը երբ որ նայում ես, կարծես հիմա ես այնտեղից նայում էի ու տեսա, որ ականջողները անդրադարձ են գետնի վրա ու այդ անդրադարձը կարծես իր հայացքի անդրադարձն է, այդ լուր երկխոսությունը, որը որ դեռ շարունակվում է։ Հետագայում երբ որ տատս մահացավ, ուրեմն այդպես որոշվեց, որ բա ինչ պիտի լինի այդ ականջողերը եւ ես հիշում եմ, որ եղբայրը առաջարկեց, որ այդ ականջողերը պետք է ինքը տանի իր հետ, որտեվ ըստ երևույթի եղբայրը գիտեր մի բան, որը ոչ մեկ չիմացավ եւ մենք ականջողերը տատիկի հետ թաղեցինք։ Ինձ համար դա սիմվոլիկ մի բան էր, որ կարծես այդ հիշողությունը մենք փորձեցինք թաղել, մեր ընտանիքում գոնե պահպանված այդ հիշողությունը, որպեսզի ձերբազատվենք դրանից, այսինքն իր ֆիզիկական գոյությունից ձերբազատվենք, որպեսզի կարողանանք շարունակել հետագայում ապրել։ Երրորդ նշանը, որը որ ցուցահանդեսում կա, այդ առնա վերմակների վրա, ուրեմն ես 10 վերմակ օգտագործեցի այս նախագծի համար, որոնք ես հավաքել եմ Հայաստանի տարբեր գյուղերից, հիմնականում Արագածնի մարզի գյուղերից, որովհետև կարծես այս մշակույթը այնտեղ պահպանված է
Ուրեմն ինչի վերմակ, որովհետև երբ որ փոքր էի, մեր տանը կար այդ վերմակը, որը տատուս վերմակն էր։ Ուրեմն վերմակը ինքը մեծ խորհուրդ ունի։ Մարդու մարմնի ամենամոտիկ մաշկից հետո կարծես ամենաշփվող առարկան իր կյանքի ընթացքում դա վերմակն է։ Եվ ես գիտեմ, որ նրանք, ովքեր որ լքում էին իրենց տները, այսինքն պիտի գնային աքսոր, արդեն աքսորվում էին, հնարավորություն էին ունենում վերցնել իրենց հետ ընդամենը այդ մի վերմակը, որտեղ նրանք շատ բան չէին կարող տանել, տանում էին այդ վերմակը, որպեսզի երեխաներին, ասենք անապատուի այդ ցրտի ու շոկի ժամանակ կամ լինի վրան կամ տակը, հա, այսինքն մարդը կամ ծածկում էր կամ վրան պառկում էր։ Այսինքն ինքը անմիջական էլի ֆունկցիոնալ բանից զատ նաև մեծ գաղափարական բաներ, կարծես պաշտպանողական, հա, այտենց պաշտպանելու ու ջերմացնելու կամ ցրտից պաշտպանելու, շոկից պաշտպանելու այդ արհավիրքի առաջի անհրաժեշտությունն էր։ Ու հետագայում արդեն գյուղերում փնտրելով, մարդկանց հետ խոսելով, հետաքրիր փաստեր, պատմություններ էի ակնկալում, լսում ու մարդիկ բոլորը պատմում էին այդ վերմակի իրենց պատմություն եւ վերմակը դառնում է մի առարկա, առանց որի մարդը հնարավորություն չունի ապրելու կարծես թե, հա, եւ վերմակն էլ մարդուն կենթանուց դարձնում է մարդ, այսինքն իր անմիջական ներկայությամբ մենք կարծես բանից էվոլյուցիայի ընթացքում մարդացել ենք, հա, դարել ենք, սա մի ներկայություն է, որ դրա մասին է խոսում։ Ու այդ ամբողջ ժամանակահատվածը, որը մարդը դառնում է մարդ, այսինքն մարդը ունենում է այրություն, վերմակի ներկայությամբ է ստացվում։ Ու ես այդ բոլոր վերմակները ծածկեցի պարաֆինով, որովհետև այդ պատմությունները բոլոր ովքեր որ պատմում էին, կարծես թե մշուշված էին, տենց շատ կոնկրետ փաստեր, կոնկրետ նկարվածություն կորել էր մարդկանց, ընդամենը մնացել էր գաղափարը ու այդ կարևոր գաղափարը անընդհատ կարծես թե վաղը պիտի պատմեին, հա, որ պիտի ինքը կենտրոնանա, պիտի ինքը վերհիշի ու փոխանցի։ Ու ես դա փորձեցի այս ցուցահանդեսում հիմնական մեղ դարձնել, որ բոլորը փորձեն կարևորը վերհիշել եւ պատմել վաղվա համար։ Այսինքն միտումը ունենալով վաղը, նորից վաղը։ Կոչում եմ երրորդ սերունդի սինդրոմ, այսպիսի
դեպք համարյա չի եղել, որ 3 սերունդ ապրեն մի տարածքի, մի երկրի սահմաններում, հիմնականում մեկը տեղափոխվում է, մի արհավիրք լինում է տեղափոխություններ եւ այլ, իմ ընտանիքում նույն բանն է տեղի ունեցել, այսինքն իմ պապը ծնվել է մի երկրում, իմ հայրը ծնվել է մի երկրում, մահացել է մի ուրիշ երկրում, ես ապրել եմ մի երկրում, իմ զավակը մի ուրիշ երկրում, այսինքն այդ փաստը շատ խորհրդանշական է։ Այսօր էլ իմ ընտանիքի անձնական ընտանիքի, այսինքն մայրս եւ աղջիկս ապրում են Ամերիկայում։ Ես էլ եմ 20 տարի ապրել Ամերիկայում, բայց ի վերջո ես մի օր հասկացա, որ ինչի եմ ես ապրում եւ ինչի համար պետք է նվիրումդ լինի, հա, ու ես թողեցի ամեն ինչ, հավատացնում եմ դες, ես ոչ մի խնդիր չունեի, ես ամեն ինչ այդպես ինչ հնարավորություն, ինչ ցանկություն ունեի, ես կարող էի եւ կատարում էի այդ երկում, ես թողեցի ամեն ինչ եւ վերցնելով իմ բոլոր ստեղծագործությունները, 50 մեծ արվեստի կտոր վերադարձա Հայաստան եւ ես դա համարում եմ իմ կյանքի ամենագիտակցական արարքը անկախության հանրաքվեին կողմ քվեարկելուց հետո։ Ով ախսարիմ նասա